Թեհրանում մեկնարկել են հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հիշատակի արարողությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահվան կապակցությամբ, նշելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թեհրան ժամանելու եւ Իրանի նկատմամբ Հայաստանի ցուցաբերած աջակցության համար։ Նաեւ շնորհավորել է նրան խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցերը։ Ալի Խամենեին սպանվել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում, իսկ նրան փոխարինել է որդին Մոջթաբա Խամենեին։ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون Ազգային ժողովի նախագահի տեխնացու Ռուբեն Ռուբինյանը հերքել է պնդումները, թե ուսանել է Թուրքիայում, դրանք որակելով սուտ։ Նրա խոսքով ուսանել է միայն Հայաստանում, ԵՊՀ-ում, նաև Լոնդոնում եւ Լեհաստանում մագիստրոսական ծրագրերով, իսկ թուրքական դիպլոմ կամ Թուրքիայում ստացած կրթություն չունի։ 6-ից 17 թվականներին 5 ամիս ես մասնակցել եմ Հրանտ Դինքի հիմնադրամի, հիշեցնեմ, ինչ է Հրանտ Դինքի հիմնադրամը։ Կար լրագրող հայազգի լրագրող ապրող Թուրքիայում Հրանտ Դինք, որին 2007 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 6 սպանեց թուրք ազգայնականը Ստամբուլի փողոցում։ Հայտնի պատմություն է, երիտասարդները կարող չհիշեն, բայց ավելի ձեր տարիքի մարդիկ օրինակ վստահաբար կհիշեն։ Եվ կա հիմնադրամ Հրանտ Դինքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դինքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում մի քանի ամիս էլի ինչ որ հետազոտություն էին հասկացնում։ Հիմա ես, քանի որ լրագրող չէի եւ հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացնել, որը իդեպ չեմ էլ ավարտել, որովհետեւ կեսից եկել եմ Հայաստան։ Հիմա եթե դա համարվում է վերապատրաստում բառի վատ իմաստով, ուրեմն չգիտեմ, դա մեղադրանք է։ Վերբովկա։ Ուրեմն այդ տրամաբանությամբ նախ այդ ծրագիրը երկկողմանի վերբովկայի մասին էր, որովհետև Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում էին մի քանի ամիս անցկացնում, թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները։ Փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Արեն Սիմոնյանին վերջին 5 տարիներին ազգային ժողովը ղեկավարելու համար, ընդգծելով, որ նա այդ պաշտոնը զբաղեցրել է բարդ ժամանակաշրջանում։ Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել նաև փոխնախագահ Հակոբ Արշակյանին նրա պարկեշտության եւ քաղաքական սկզբունքայնության համար։ Դահլիճում ներկա պատգամավորները նրանց ողջունել են հոտ ընկայս եւ բուռն ծափահարություններով։ Իր հերթին Արեն Սիմոնյանը նշել է, որ ինքն ու Հակոբ Արշակյանը հուզված են ապա հանդես եկել հրաժեշտի ելույթով ազգային ժողովում։ Եվ ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների մեջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել։ Նաև լավ բաների համար եմ հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը որ մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են, մերսի շատ, ապրեք բոլորդ։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև աշխատակազմին, բոլոր բաժիններին շնորհակալություն եմ հայտնում եւ պարոն Ռուբինյանին, իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորիդ իմ համար։ Եվ վերջում կեցե նահատակները եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։
Ազգային ժողովը վերջնականապես ընդունեց օրենքը, որով սահմանափակվում է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Քվեարկելու իրավունքից կզրկվեն այն քաղաքացիները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի Հայաստանում չեն գտնվել։ Բացառությունը նախատեսված միայն ուսման եւ պետական գործուղման մեկնածների համար։ Օրենքին կողմ քվեարկեցին միայն ՔՊ պատգամավորներն ու Հայաստան դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։ Հայաստան խմբակցությունը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան, իսկ մի շարք ՀԿ-ներ օրենքը գնահատում են որպես հակասահմանադրական, պնդելով, որ այն անհամաչափ սահմանափակում է ընտրական իրավունքը։ Ազգային ժողովը ընդունեց եւս մեկ օրենք, որով քրեականացվում է բժշկական փորձաքննությունից կամ նմուշ հանձնելուց հրաժարվելը։ Քրեական պատասխանատվություն կսահմանվի ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վարույթներով անցնող այն անձանց համար, ովքեր կհրաժարվեն փորձաքննությունից կամ նմուշ հանձնելուց։ Օրենքը, որը սկզբում վերաբերում էր միայն զորակոչից առողջական պատճառներով ազատվածներին, կառավարության առաջարկով տարածվեց բոլոր քրեական վարույթների վրա։ Նախագծի հեղինակը Վահագն Ալեքսանյանն է, նրա խոսքով փոփոխությունը կօգնի բացահայտել կեղծ առողջական հիմքերով բանակից խուսափած անձանց։ Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարվել են որպես Եկատերինբուրգում կանալիք Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներ։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է ֆորումի պաշտոնական կայքում։ Միշուստինը եւ Փաշինյանը հրավիրված խոսնակների թվում են նշված կայքի բիզնես ծրագրի բաժնում։ Ինոպրոմ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Եկատերինբուրգում հուլիսի 6-ից 9։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխության շնորհիվ ծառայությունից խուսափելու համար ազատազրկված 16 երիտասարդ կարող է ազատ արձակվել։ Նրա խոսքով ազատ արձակվելուց հետո նրանք կկարողանան կատարել զինվորական ծառայության պարտականությունը։ Բաբայանը նաև կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին միանալ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը անհրաժեշտ ստորագրություններ ապահովելու համար։ Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին արձագանքել է Եվրամիության հայկական արտահանման 80%-ի մաքսատուրքերը չեղարկելու ծրագրին, հայտարարելով, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու։ Նրա խոսքով Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի այդ որոշման հնարավոր հետևանքները։ Հիշեցնենք, որ նախորդին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է վերացնել հայկական արտահանման 80%-ի մաքսատուրքերը, հեշտացնելով գյուղատնտեսական արտադրանքի, խմիչքների եւ այլապրանքների մուտքը եվրոպական շուկա։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարությունները որակել է որպես ցեղասպանության հրահրում։ Ֆիդանը հայտարարել էր, թե Իսրայելն իր քաղաքականության պատճառով դարձել է բեռ, որ մարդկությունն այլևս չի կարող կրել։ Ի պատասխան Սաարը նշել է, որ նման խոսքերը հրաժողովրդի անմարդկայնացման եւ Իսրայելի ոչնչացման կոչ են։ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել են 23 թվականի վերջից, Գազայի պատերազմից հետո կողմերը հետ են կանչել դեսպաններին եւ դադարեցրել առևտրային հարաբերությունները։ Ռուսաստանից Հայաստան հերթական բեռնափոխադրումն իրականացվել է Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով։ Այս անգամ Բիլաջարի կայարանից ուղարկվել է 14 վագոն 976 տոննա ցորենով։ Մինչ այժմ նույն երթուղով Հայաստանը տեղափոխվել ավելի քան 35,000 տոննա հացահատիկ, շուրջ 8,000 տոննա պարարտանյութ, նաև ալյումին, հնդկացորեն եւ անտրացիտ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք եւ մոտ 5,000 տոննա AI-92 եւ AI-95 բենզին։ Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունդյանուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին եւ համոզմունքներին համապատասխան։ Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին եւ հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից, լինի դա պետական թե մասնավոր հատվածում։ Ալեքսանդր Մունդյանուն վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 25 թվականի հոկտեմբերին աղմկահարույց ընտրություններից հետո։